Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր զրուցելու ենք գերմանացի տրամաբան, մաթեմատիկոս, փիլիսոփա Գոտլոբ Ֆրեգեի եւ նրա մի կարևոր աշխատության մասին, որից սկիզբ է առնում անալիտիկ փիլիսոփայությունը։ Այդ աշխատությունը հրատարակվել է 1892 թվականին եւ վերնագրված է այսպես. Իմաստի եւ նշանակության մասին։ Տաղավարում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, տրամաբան Հակոբ Մադոյանը։ Բարև ձեզ, պարոն Մադոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մադոյան, ասացեք խնդրեմ, ով է Գոտլոբ Ֆրեգեն եւ ինչով է հայտնի։ Ֆրեգեն ստեղծագործել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։ Նրան լայնորեն համարում են Արիստոտելից հետո երկրորդ մարդը տրամաբանության պատմության մեջ եւ նրա անվան հետ են կապվում մաթեմատիկական տրամաբանության հիմնադրումը, մաթեմատիկայի հիմնավորումների լոգիցիստական ծրագիրը, անալիտիկ փիլիսոփայության հիմնադրումը եւ այնպիսի գիտակարգի հիմնադրումը, ինչպիսին է տրամաբանական սեմանտիկա, տրամաբանական իմաստաբանություն, որը տարբերվում է սովորական լեզվաբանական իմաստաբանությունից, որը նույնպես ուսումնասիրում է իմաստի կայացման մեխանիզմները։ Եթե խոշոր ուրեմն երևույթները վերցնենք այդքանը, բայց Ֆրեգեի ազդեցություն դրանով չի սահմանափակվում, նրա, այսպես ասած, իմպուլսը ողջ 20-րդ դարում եւ այսօր էլ որոշիչ նշանակություն ունի փիլիսոփայության, տրամաբանության եւ մաթեմատիկայի ոլորտում։ Արիստոտելին ու Ֆրեգեին 22 դար է բաժանում։ Միթե պետք է այդքան ժամանակ անցներ, մինչև կծնվեր այդ նոր տրամաբանությունը։ Ինչ է այդ նոր տրամաբանությունը եւ արդյոք Ֆրեգեն Արիստոտելին նման միանձնյա է այն ստեղծել։ Այդ նոր տրամաբանությունը մաթեմատիկական տրամաբանությունն է եւ ինչպես անունն է հուշում, դրա առաջացումը պիտի որ կապված լիներ մաթեմատիկական գիտելիքի զարգացման օրինաչափությունների հետ։ Հասունացել էր այն ժամանակը, երբ որ պիտի հարց դրվեր մաթեմատիկական կշռադատության վերլուծության վերաբերյալ, իսկ դա ենթադրում էր երկու բան՝ մաթեմատիկական հասկացությունների ճշգրտում եւ մաթեմատիկական հետեւության, բխեցման, ուրեմն առանձնահատկությունների ուսումնասիրություն եւ ֆորմալիզացիա։ Ֆրեգեն միանձնյա չի հիմնադրել մաթեմատիկական տրամաբանությունը, նրանից առաջ եւ նրան զուգահեռ եղել են հետազոտողներ, բայց եթե պատկերավոր ասեմ, պիտի ասեմ, որ մաթեմատիկական տրամաբանությունը իդեմս Ֆրեգեի է եկել ինքնագիտակցության։ Եթե նայում ենք տրամաբանության պատմությանը, տեսնում ենք, որ այն գաղափարները, որոնք այժմ կան մաթեմատիկական տրամաբանության մեջ, տարբեր դարաշրջաններում, տարբեր հեղինակների կողմից ուրեմն ներկայացվել են, բայց Ֆրեգեն է այն դուռը, որով մաթեմատիկական տրամաբանությունը մտել է ուրեմն գիտական աշխարհ։ Դառնանք մեր կենտրոնական հարցին, իմաստի եւ նշանակության մասին աշխատությանը։ Ինչ յուրահատուկ մեկնաբանություն է տալիս Ֆրեգեն իմաստ եւ նշանակություն հասկացությունների։ Ես չէի ասի, որ մեկնաբանություն է տալիս այդ հասկացություններին, կգերադասեի հետեւյալ ձևակերպումը օգտագործել, որ նա ներմուծում է այդ հասկացությունները, որտեղ երբ որ ասում ենք մեկնաբանություն է տալիս, այնպիսի տպավորություն, թե այդ հասկացությունները կային, նա գալիս է եւ որոշակի մեկնաբանություն է տալիս։ Ոչ, նա ներմուծում է այդ հասկացությունները որոշակի կոնկրետ խնդիր լուծելու համար։ Այդ նույն բառերով իմաստ, նշանակություն, այլ հասկացություններ եւս կան գիտության մեջ։ Օրինակ, մեր հայրենակից Էդմոն Ավետյանը, լեզվաբան փիլիսոփա, եթե չեմ սխալվում, 1979 թվականին հրատարակել է մի գիրք, որի վերնագիրն է Իմաստ եւ նշանակություն։ Բնականաբար Ավետյանը այդ տերմինները օգտագործում է այլ իմաստով, այլ հասկացություններ նշանակելու։ Իհարկե Ավետյանի օգտագործած իմաստ հասկացությունը, Ֆրեգեի օգտագործած իմաստ հասկացությունը բավականաչափ իրար մոտ են, բայց դրանք նույն բաները չեն։ Ուրեմն պետք է խոսել տերմինների եւ դրանց արտահայտած հասկացությունների մասին, այնպես ինչպես օրինակ շատ նման բաներ են շեղանկյունը եւ քառակուսին, բայց դրանք սկզբունքորեն նաեւ տարբեր բաներ են։ Բայց որպեսզի թյուրիմացություն չստեղծվի, ամեն դեպքում այդ հասկացության մեկնաբանության երևույթը գիտության մեջ կա։ Օրինակ Հեգելը ներմուծել է ոգու հասկացությունը եւ մյուսները մեկնաբանում են, թե այդ ինչ հասկացություն ներմուծել, կամ մաթեմատիկան երբեմն ֆորմալ եղանակով ներմուծում է մի հասկացություն, հետո մարդիկ փնտրում են մոդելներ կամ իրավիճակներ, որոնք կհամապատասխանեն այս հասկացությանը, այսպես
զգայական կամ պատկերային ուրեմն մեկնաբանություն կտան այդ հասկացության։ Այդ երևույթը կա, բայց այստեղ այդ դեպքը չէ։ Ինչ խնդիր է փորձում լուծել Ֆրեգեն, ներմուծելով իմաստ եւ նշանակություն հասկացությունները։ Ֆրեգեի գլխավոր խնդիրը պարզելն է, թե ինչ է հավասարությունը։ Եվ այդ խնդիրը Ֆրեգեի մոտ առաջացել է իր մաթեմատիկական հետազոտություններում, երբ նա ներմուծել է նշանային համակարգ, որով պիտի արտահայտի մաթեմատիկայի եւ տրամաբանության գաղափարները, այդ նշանային համակարգում ուրեմն ներմուծվել է հավասարություն նշանը եւ Ֆրեգեն ինքը իրեն հարց է տալիս. լավ, ինչ է հավասարությունը։ Եվ այդ հարցը Ֆրեգեն այդ հիշյալ հոդվածում իմաստ եւ նշանակության մասին ձևակերպում է այսպես. վերցնենք երկու արտահայտություն. անհավասար է A եւ անհավասար է B։ Անհավասար է A-ի մասին մենք գիտենք, որ անկախ նրանից թե ինչ է an, այդ արտահայտությունը ճշմարիտ է։ Անհավասար է B-ի ճշմարիտ լինելու դեպքում մենք գիտենք, որ հավասարության երկու կողմերում նույն բանն է։ Այսինքն խորքում էլի դա A հավասար է an է, չէ՞։ Ֆրեգեն ներմուծում է իմաստ նշանակություն հասկացությունները ցույց տալու համար, որ հավասարությունը դա նշանակության նույնությունն է տարբեր իմաստների դեպքում։ Եթե ես գրում եմ 1 գումարած 4 հավասար է 2 գումարած 3, հասկանում եմ, որ երկու կողմում էլ նույն բանն է, երկու կողմի արտահայտությունների նշանակությունը 5 թիվն է։ Հիմքում այդ ուրեմն արտահայտության նույնությունն է, 5-ը հավասար է 5։ Այսինքն A հավասար է B-ի ճշմարիտ լինելու պարագայում դրա հիմքում անհավասար է an-ը եւ այդ հասկացությունը Ֆրեգեն հնարավորություն են տալիս բացատրելու, թե ինչ է հավասարությունը։ Կրկնեմ, հավասարությունը տարբեր իմաստների միևնույն նշանակությունը ունենալն է։ Նշանակություն ասելով Ֆրեգեն նկատի ունի կոնկրետ բան, կոնկրետ առարկա։ Իր զգայական առարկա կամ մտային առարկա։ Օրինակ, երբ որ ասում ենք Անուշ պոեմի հեղինակ եւ ասում ենք ամենայն հայոց բանաստեղծ, սրանք արտահայտություններ են, ունեն տարբեր իմաստներ, բայց ունեն նույն նշանակությունը, ուրեմն դրանց միջև կարելի է դնել հավասարության նշան, որովհետեւ երկուսի նշանակությունն էլ նույն առարական է, նույն մարդը, Հովհաննես Թումանյանը։ Ինչով էր հեղափոխական իմաստ եւ նշանակություն հասկացությունների ներմուծումը եւ ինչպես դա դարձավ հիմք անալիտիկ փիլիսոփայության առաջացման համար։ Այստեղ թերևս երկու բանի վրա է պետք շեշտադրել։ Առաջին, այդ հասկացությունները եւ ոչ միայն այդ հասկացությունները, մի շարք այլ հասկացություններ, որ ներմուծում են Ֆրեգեն եւ նրա հետևորդները, բավականին մեծ նկարագրողական ուժ ունեն եւ դրանց միջոցով հնարավոր է ձևակերպել եւ լուծել խնդիրներ։ Օրինակ, տեսեք, իմաստ նշանակություն 4 տարբերակ է հնարավոր, որևէ արտահայտություն ունի եւ իմաստ եւ նշանակություն։ Օրինակ, քիչ առաջ ասած ամենայն հայոց բանաստեղծը։ Նշանակությունը Թումանյանն է, իմաստը այնինչ հասկանում ենք այդ արտահայտության տակ։ Կան արտահայտություններ, որոնք չունեն իմաստ, բայց ունեն նշանակություն։ Դրանք բոլոր հատուկ անուններն են։ Հովհաննես Թումանյան։ Այդ արտահայտությունը, այդ անունը ունի նշանակություն, կոնկրետ մարդն է, բայց իմաստ չունի։ Որոշ հատուկ անուններ իհարկե ստուգաբանվում են, բայց պետք չի շփոթել ստուգաբանական իմաստը արտահայտության իմաստի հետ, որովհետև ստուգաբանական իմաստը որպես կանոն բնութագրական չէ այն առարկայի ուրեմն վերաբերյալ, որի հանդեպ այդ հատուկ անունը օգտագործում է։ Երրորդ տարբերակը կան արտահայտություններ, որոնք ունեն իմաստ, բայց չունեն նշանակություն։ Օրինակ, ամենամեծ բնական թիվ։ Սա մի արտահայտություն է, որը ունի հստակ իմաստ, բայց չունի նշանակություն, որովհետև չկա այն առարկան, որին ինքը վերաբերում է, որովհետև ամենամեծ բնական թիվ գոյություն չունի։ Վերջապես կան արտահայտություններ, որոնք ոչ իմաստ ունեն, ոչ նշանակություն։ Հիմա այդ երրորդ ուրեմն դեպքում, երբ որ արտահայտությունը ունի իմաստ, բայց չունի նշանակություն, երբ այդպիսի արտահայտություններ ենք մենք գործածում դատողություններում, որոշակի խնդիրների ենք հանդիպում։ Օրինակ, երբ ասում ենք կլոր քառակուսի, երբ ասում ենք կլոր քառակուսի գոյություն չունի։ Ինչ գոյություն չունի։ Կլոր քառակուսի, ինչ է կլոր քառակուսին։ Դե չգիտենք, որովհետև գոյություն չունի, գոյություն չունեցող բանը ինչպես մենք պիտի ճանաչենք։ Բայց երբ որ ասում ենք կլոր քառակուսի գոյություն չունի, մենք այդ արտահայտության մեջ գոյություն չունեցողին կամա թե ակամա վերագրում ենք գոյություն։
եւ առաջանում է գոյաբանական օնտոլոգիական խնդիր։ Հիմա Բերտրան Ռասելը 1905 թվականի իր մի հոդվածում, որը կոչվում է նշանակության մասին, փորձել է այս խնդիրը լուծել տրամբանական, ուրեմն ապարատ կիրառելով, նա ասում է պարզապես պետք է վերաձևակերպել այս արտահայտությունը, բացահայտել դրա տրամբանական կառուցվածքը, ոչ թե պետք է ասել կլոր քառակուսի գոյություն չունի, այլ պետք է ասել չկա մի այնպիսի բան, որը միաժամանակ օժտված է շրջանագծի եւ քառակուսու բոլոր հատկություններով։ Այստեղ մենք ներմուծում ենք x, չկա այդպիսի x, որը եւ էլ խնդիր չենք ունենում գոյություն չունեցող բանին գոյություն վերագրելու։ Եվ այսպիսի օրինակները շատ են։ Երկրորդ բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, թե ինչու էին այդքան կարևոր եւ հեղափոխական այդ գաղափարները, որովհետեւ այդ գաղափարները, այդ հասկացությունները, այդ դիտարկումները, որ արեցին Ֆրեգեն եւ իր հետևորդները, իրենք առաջացրեցին որոշակի խնդիրներ։ Օրինակ դրանցից մեկը հենց այդ հոդվածում Ֆրեգեն է դիտարկում, եթե իմաստ եւ նշանակություն հասկացությունները այդքան լավն են, ունիվերսալ են, նկարագրողական են, ուրեմն դրանք պիտի կիրառելի լինեն ցանկացած արտահայտության վերաբերյալ։ Ուզած այդ արտահայտություն պիտի վերցնես եւ կարողանաս ասել որն է դրա իմաստը, որն է դրա նշանակությունը։ Եվ Ֆրեգեն սկզբից դիտարկում է հատուկ կանոններ, հետո դիտարկում է դատողություններ, հետո երկրորդական նախադասություններ, անուղղակի խոսք, օրինակ անուղղակի խոսքի դեպքում, երբ որ ենթադրենք ես ձեզ ասում եմ հրամանատարը ասաց, որ պատերազմը ավարտվել է։ Այդ պատերազմը ավարտվել է արտահայտությունը անուղղակի խոսքում ունի անուղղակի նշանակություն, դրա նշանակությունը հենց դրա իմաստն է։ Երբ որ հրամանատարը ինձ ասաց, որ պատերազմը ավարտվել է, այդ արտահայտության նշանակությունը կոնկրետ փաստն էր, իրավիճակը, պատերազմի ավարտված լինելը։ Իսկ երբ որ ես եմ ձեզ պատմում, ասում եմ, նա ասաց, որ պատերազմը ավարտվել է, ես իմ արտահայտության նշանակությունն եմ դիտարկում նրա ասած արտահայտության իմաստը։ Այսպիսի նրբություններ կան, որոնք հետագայում մի ամբողջ, ինչպես ասացի սկզբում, գիտության հիմք դրեցին տրամբանական սեմանտիկա, տրամբանական իմաստաբանություն։ Եթե մի ձևակերպումով ասելու լինենք, ինչ է անալիտիկ փիլիսոփայությունը եւ ինչպես հետագայում դրսևորվեցին Ֆրեգեից եկած այդ իմպուլսները։ Եթե փորձենք մի ձևակերպման, ապա անալիտիկ փիլիսոփայությունը փորձ է լուծել փիլիսոփայության խնդիրները լեզվի տրամբանական վերլուծության միջոցով։ Բայց սա բավականին նեղ ձևակերպում է, որովհետև այն ինչ որ անում էին առաջին անալիտիկ փիլիսոփաները, Ջորջ Մուրը եւ Բերտրան Ռասելը, այնինչ անում էր Վիտգենշտեյնը իր վաղ եւ ուշ շրջաններում, միանգամայն այլ բան է, քան ինչ որ անում էին օրինակ վիենական խմբակի ներկայացուցիչները, ել առավել եւս այնինչ անում էին ավելի ուշ շրջանի անալիտիկ փիլիսոփաները, օքսֆորդյան, քեմբրիջյան դպրոցի, ամերիկյան դպրոցի անալիտիկ փիլիսոփաները։ Սկզբնական շրջանում անալիտիկ փիլիսոփայությունը կենտրոնանում էր հասկացությունների տրամբանական վերլուծության վրա, դատողությունների տրամբանական վերլուծության վրա։ Սակայն տեսնելով ուրեմն առաջընթացը, տեսնելով այն հնարավորությունը, որ տալիս է տրամբանական ապարատի կիրառությունը, մարդիկ փորձեցին ընդգրկել հետազոտվող խնդիրների շրջանակը եւ օրինակ այսօր կա բարոյագիտություն, որը զարգացվում է անալիտիկ փիլիսոփայության ավանդույթի շրջանակներում, այսինքն հետագայում ճյուղավորվեց եւ ընդգրկեց գրեթե փիլիսոփայության ողջ դաշտը։ Ֆրեգեի իմպուլսը դա շատ հետաքրքիր ձևակերպում է իմ սրտին մոտ, ես կասեմ, որ այդ իմպուլսը ավելի լայն է, քան անալիտիկ փիլիսոփայությունը եւ դրսևորվել է նաև այդ ավանդույթի շրջանակներից դուրս։ Իմ խորին համոզմամբ Ֆրեգեն պլատոնական փիլիսոփա է, պլատոնիստ փիլիսոփա է, դա շատ լավ երևում է մասնապես նրա լոգիցիստական այդ ուրեմն ուսմունքում, նա ընդունում էր մտքի որպես այդպիսինի, որպես առանձին գոյի, առանձին ոլորտի գոյությունը։ Եվ այս առումով Ֆրեգեն լինելով անալիտիկ փիլիսոփայության ակունքներում, այնուամենայնիվ ինքը անալիտիկ փիլիսոփա չէ նեղ իմաստով եւ այն ուղղությունները եւ այն տրամադրությունները, որ
հատուկ են անալիտիկ փիլիսոփայությանը, հետադարձ կերպով Ֆրեգեին վերագրել չի կարելի։ Երկու բառով, ինչ է լոգիցիզմը։ Լոգիցիզմը մաթեմատիկայի հիմնավորման ծրագիր է, ինչ է նշանակում հիմնավորել մաթեմատիկան, նշանակում է ձևակերպել հասկացություններ եւ գաղափարներ, որին պիտի հանգի ողջ մաթեմատիկական շենք։ Դե խոսքը այսպես կոչված զուտ մաթեմատիկայի մասին է եւ պատմականորեն ձևավորվել են 3 խոշոր ուղղություններ մաթեմատիկայի հիմնավորման՝ լոգիցիզմ, ինտուիցիոնիզմ, ֆորմալիզմ։ Ֆրեգեն լոգիցիզմի ուրեմն հիմնադիրն է, լոգիցիզմը բնութագրելիս սովորաբար 2 թեզ են առանձնացնում։ Թեզ համար առաջին մաթեմատիկայի բոլոր հասկացությունները կարելի է բխեցնել տրամբանական հասկացություններից։ Թեզ երկրորդ մաթեմատիկայի, զուտ մաթեմատիկայի բոլոր դրույթները կարելի է բխեցնել տրամաբանության դրույթներից։ Համարվում է, որ լոգիցիստական ծրագիրը այսպես ձախողվեց, բայց խնդիրը շատ պարզ է։ Խնդիրն այն է, թե ինչ նկատի ունենք տրամաբանություն ասելով։ Եթե նեղ ենք հասկանում տրամաբանությունը, պարզվում է, որ չէ, ողջ մաթեմատիկան հնարավոր չէ բխեցնել տրամաբանությունից։ Եթե մի փոքր լայն ենք հասկանում, բավականին եւ տեխնիկապես է հեշտ եւ այսպես ասած ինտուիտիվ առումով սահուն է այդ գաղափարների եւ դրույթների բխեցումը տրամաբանական դրույթներից։ Սա է լոգիցիզմը։ Ներկայացրեք ընտրեմ մի օրինակ, թե ինչպես կարելի է թվաբանության որևէ գաղափար սահմանել տրամաբանության գաղափարներով։ Եթե շատ նեղ լոգիցիստական չասենք, որովհետև մի կողմից դա բավականին ժամանակ կպահանջի, մյուս կողմից բարդ է, մի քիչ լայն հասկանանք տրամաբանությունը, օրինակ տեսեք, հիմա սեղանին դրված է 2 բաժակ։ 2 թիվը, ինչպես ես պիտի արտահայտեմ։ Եթե ուզում եմ ասեմ, որ սեղանին 2 բաժակ է, տրամաբանորեն ես պիտի ասեմ հետևյալը. սեղանի վրա կա մի x առարկա, որը բաժակ է, եւ կա այդ x-ից տարբերվող մեկ այլ y առարկա, որը բաժակ է։ Եվ ցանկացած z առարկա, որը կպնդեք, որ սեղանի վրա է եւ բաժակ է, ես ցույց կտամ, որ հավասար է կամ x-ին կամ y-ին։ Եվ երբ որ ասում են, որ այսինչ բազմության մեջ կա 2 առարկա, դա վերաձևակերպվում է տրամաբանորեն այսպես, այդ բազմությունը պատկանում է երկուսների բազմությանը կամ փոխմիարժեք համապատասխանության մեջ է մյուս մնացած երկուսների հետ։ Եվ այդ ուրեմն 2 առարկա պարունակելու գաղափարը մաթեմատիկական սիմվոլիկայով հիմա գրել չեմ կարող, բարձրապես փորձեմ բառացիացեմ, չգիտեմ ինչքանով դա հասկանալի կլինի։ Այդ սիմվոլիկայով գրվում է այսպես, որ ան ենթադրենք այդ բազմությունը, որի մասին խոսում ենք, ան պատկանում է 2-ին, դա ասում է երկուսների շարքին, եթե գոյություն ունի x, որը պատկանում է a-ին, գոյություն ունի y, որը պատկանում է a-ին, x-ը հավասար չէ y, եւ ցանկացած z, որը պատկանում է a-ին, հավասար է կամ x-ին կամ y-ին։ Այսպիսի ուրեմն ձևակերպումներով են մաթեմատիկայի գաղափարները հանգեցվում տրամաբանական կամ բազմությունների տեսության գաղափարներին։ Ինչ ազդեցություն է ունեցել Ֆրեգեն անալիտիկ փիլիսոփայությունից դուրս։ Նախ եւ առաջ պետք է երևի շեշտադրել Ֆրեգեի ազդեցությունը նշանագիտության վրա, սեմիոտիկայի կամ սեմիոլոգիայի։ Դա մի այդպիսի գիտություն է, լեզվաբանական գիտություն կարելի ասել, չնայած հիմնադիրներից մեկը սոցիոլոգ ասում էր, որ լեզվաբանությունն է սեմիոլոգիայի մաս, ուրիշ նշանագետներ ասում են, որ սեմիոլոգիան է լեզվաբանության մաս։ Ֆրեգեի գաղափարները չափազանց մեծ ազդեցություն են ունեցել այս ոլորտում։ Մեծ ազդեցություն ունեցել Ֆրեգեի գաղափարները նաև պոզիտիվիզմի եւ պոստպոզիտիվիզմի փիլիսոփաների վրա գիտության մեթոդաբանության ոլորտում, օրինակ Ռուդոլֆ Կարնապը իր նշանակության տեսությունը ամբողջովին վերցել է Ֆրեգեից։ Այդ գաղափարը Ֆրեգեն մի նախադասությամբ է ձևակերպում, հենց այս հոդվածում, այս իմաստի նշանակության մասին հոդվածում նա ասում է, որ երբ որ ես որևէ նախադասության ճշմարտության հարց եմ դնում, դա նույնն է, ինչ որ այդ նախադասության մեջ օգտագործված բառերի նշանակության հարցը։ Երբ որ ես ասում եմ Ոդիսևսը Իթակեի ափ իջեցվեց քնած, այս նախադասությունը ես կհամարեմ ճշմարիտ կամ սխալ,
եթե ես Ոդիսևս անվանը որոշակի կոնկրետ նշանակություն եմ վերագրում։ Կարնապը պարզապես դա շուռ է տվել եւ եթե շատ մոտավոր ասենք, Կարնապի իմաստի տեսությունը հետեւյալն է, որ լեզվական արտահայտությունը կամ բառը ունի իմաստ, եթե կարելի է դրանով կազմել դատողություն եւ մատնանշել այն պայմանները, որի դեպքում այդ դատողությունը ճշմարիտ է։ Խոսքը չի վերաբերում նույնաբար ճշմարիտ դատողություններին, այսպես կոչված տավտոլոգիաներին, այլ էմպիրիկ բովանդակություն ունեցող դատողությունների մասին է խոսքը։ Պոպերը օրինակ Ֆրեգեից վերցրել է երրորդ աշխարհի գաղափարը, կա ֆիզիկական աշխարհ, կա հոգեկան աշխարհ եւ կա զուտ գիտելիքի աշխարհը, զուտ մտքի աշխարհը, որը երրորդ աշխարհն է։ Երրորդ աշխարհի գաղափարը նույնպես գալիս է Ֆրեգեից։ Ընդհանրապես Ֆրեգեի փիլիսոփայական աշխատությունների գրեթե ամեն պարբերությունից հետագայում դուրս են եկել գիտական տեսություններ, եթե ոչ տեսություններ, ապա լուրջ հետազոտություններ։ Ինչ բնույթի եւ ծավալի ժառանգություն է մեզ թողել Ֆրեգեն եւ այսօր մենք ինչպես պետք է դիրքավորվենք այդ ժառանգության նկատմամբ։ Ֆրեգեի աշխատությունները, եթե այսպես զուտ քանակապես ասենք, բոլորը միասին հազիվ մի 4 հատոր լինի։ Ֆրեգեն ունի մի փոքրիկ հետազոտություն թվի բնույթի մասին, հետո ունի մի փոքրիկ հետազոտություն նշանների տրամաբանության կամ գաղափարների տրամաբանության մասին։ Հետո այդ երկուսը ինքը միացրել է իրար եւ ստացել է այդ իր լոգիցիստական ծրագիրը, մեծածավալ աշխատություն է թվաբանության տրամաբանական ֆորմալիզացիայի վերաբերյալ։ Մնացածը հոդվածներ են եւ գրառումներ են։ Այս մաթեմատիկական եւ տրամաբանական բնույթի աշխատությունները Ֆրեգեի հիմա մեծ մասամբ ունեն պատմական նշանակություն։ Բայց ես պիտի խոստովանեմ, որ բոլոր նրանք, ովքեր հասկանում են մաթեմատիկական տրամաբանության գաղտնիքները, դրանք որպես կանոն գտել են Ֆրեգեի այդ աշխատություններում, որոնք այսօր մի քիչ հնացած են, բայց դրանք են այն բովը, որտեղ ծնվել են այդ գաղափարները։ Ով ուզում է հասկանալ ինչ է իմպլիկացիան, պետք է վերցնի Ֆրեգեի Begriff Schrift-ը, այդ փոքրիկ աշխատությունը գաղափարների տրամաբանության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է նրա փիլիսոփայական աշխատություններին, ապա դրանք այսօր առավել քան արդիական են։ Լեզվի փիլիսոփայության ոլորտում, անալիտիկ փիլիսոփայության, տրամաբանական սեմանտիկայի, նշանագիտության ոլորտում դրանք ելակետային աշխատություններ են եւ գրեթե բոլոր անթոլոգիաները սկսում են Ֆրեգեի համապատասխան աշխատություններով։ Դրանք սկիզբն են, դրանք ներածություն են, դրանք սահմանում են ոլորտը, ոլորտի ընդգրկումը եւ մեթոդները, իսկ Ֆրեգեն ինքը որպես մտածող կարծում եմ էտալոնային մտածող է, հատկապես այսօր մեր օրերում, երբ որ հազարավոր հետազոտություններ են գրվում, որոնք ժամանակը ցույց կտա, որ ոչ մի հետք չեն թողելու գիտության պատմության մեջ, թվում է թե դրանք լոկալ երևույթներ են, ամեն մեկը իր տեղում կարծես թե վառ է պահում գիտության կրակը, բայց մոտիկից դիտարկելիս տեսնում ենք, որ որպես կանոն դրանք մերձնում են գիտությունը։ Ֆրեգեն այն էտալոնն է, այն կամերտոնն է, որով այդ հիշյալ ոլորտների ուսանողները, հետազոտողները, գիտնականները պիտի լարեն իրենց հոգին եւ միտքը։ Պարոն Մադոյան, շատ շնորհակալ եմ այս կարևոր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանը։ Ինձ մնում է հիշեցնել, որ մեր բոլոր հաղորդումները հասանելի են YouTube-յան ալիքում։ Մնացեք բարյավ, ցտեսություն։